The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Արը ողջույն։ Գիտես ինչի համար ենք այսօր ստեղ եկել։ Ինչի։ Մոնրոնովը։ Իսկ եթե ավելի լուրջ եկել ենք մեր տաղանդավոր դերասանի Խաչիկի հետ զրուցելու, բարև Խաչիկ, ինչպես ես։ Լավ, շնորհակալություն, դուք ո՞նց եք։ Կասես ինչի ենք այսօր այստեղ։ Ուրեմն լեգենդներ են պատտվում, որ Ջոն Էֆ Քենեդին ու Մերլին Մոնրոն ժամանակին այստեղ մեծ գաղտնի նկար են ունեցել, ինչ որ պապարացի է նկարել իրանց։ Ու այս լուսամուտներից մեկում է եղել ամենաբարձր հարկերի։ Հիմա ուզում հասկանամ, եկել էի ճշտել այդպես բան եղել է, թե չէ։ Իսկ եթե ավելի լուրջ Եվ ճշտեցիր։ Չէ, չճշտեցի։ Իսկ եթե ավելի լուրջ, ինչի ենք ստեղ։ Ես ուրեմն 2004 թվականին, երբ որ նոր եկել էի Լոս Անջելես, ապրում եմ այս շենքում։ Հեսա Արոն ցույց կտա։ Իմ կարիերան եւ ամեն ինչը սկիզբը առել հենց այստեղից։ 2004 թվականի հունիսի 1-ից եկել եմ Նյու Յորք։ Քանի տարեկան էիր։ 18 տարեկան երիտասարդ էի։ 18 տարեկան երիտասարդ։ Այո։ Եվ ապրել ես այս շենքում։ Ապրեցի մի քիչ Նյու Յորքում, հետո տեղափոխվեցի ստեղ եւ ապրեցի այս շենքում, որը որ շատ մոտ է աստղերին եւ ամերիկյան կինոինդուստրիային։ Ահա։ Նշենք, որ մենք Հոլիվուդում ենք, չէ՞։ Այո, Հոլիվուդում ենք։ Սա Հավթորն փողոցն է, որ մի փողոց վերև է, սրանից արդեն Հոլիվուդն է, մեր աստղերի փողոցը։ Մի հատ հետաքրքիր դեպք պատմեմ ստերի հետ կապված։ Մի անգամ ստեղ կանգնած ծխում էի, տեսա ասես փորով մարդ սիգարա ծխում այդտեղ, բայց մեջքով էր, էլի, սենց չէր երևում։ Ոնց որ ֆիլմեր շատ եմ նայել բան, մտածեցի մի հատ մոտենամ, տենամ ինչ է ալում, հետո այդ մարդը։ Ու զգացի որ Ջակ Նիկոլսոնն է։ Շատ լավ անձնավորություն էր, շատ սենց հայավարի։ Ծխեցինք, խոսացինք մեր երկու բառը ժամանակ անգլերենս այդքան էլ լավ չէր, բայց տպավորիչ էր տենց բան։ Հետո ընթացքում շատ եմ ստեղ աստղեր տեսել, բայց տենց մոտեցում չի եղել ուրիշ ինչ-որ մեկի հետ, էլի։ Այդ ժամանակներում հայերը հիմնականում ապրում էին Հոլիվուդում, հիմա է որ ապրում են Գլենդելում։ Երբ որ եկար, հայտնվեցիր Հոլիվուդում, հոլիվուդյան երազանք, դա քեզ համար ինչ էր այդ ստեղի տեղափոխությունը, ինչ էր, դու 18 տարեկան պատանի էիր, ինչ էր քեզ համար, դա երազանքի նման մի բան էր, թե այդպես ստացվեց ու դու հայտնվեցիր Ամերիկայում։ Երազանքի նման մի բան էր, որովհետև ես դերասանության մասին միշտ երազել եմ, սիրել եմ ֆիլմերում խաղալ մյուս բեմեր, էկրաններ, իրականում կար տես բան, բայց այն ժամանակվանից է գիտակցում էի, որ շատ դժվար է ինդուստրիայում լինելը ստեղ, շատ աշխատանք է պետք անել։ Հետո ինչ որ ասում են այդ ժամանակ հեշտ հավատում էինք, ամենավատը այդ էր, որ իմ ծանոթներից մեկը ասես, գիտես ինչ, եթե ուզում ես աստղ դառնաս, պետք է այդ խարակտերի շորերից հագնես, այդ Միկի Մաուսա, մյուսա, գնաս այդտեղ չծամածրվես, մի քիչ փող աշխատես, համ էլ ընթացքում այդ մասկատ կհանես, մարդիկ կտենան, կարող է լավ պրոդյուսերներ լինեն, քեզ հավանեն մյուսը, ու դա մտավ իմ գլուխը ճիշտ ասած։ Այդպես ես իրիկուները թաքուն հագնում էի այդ Միկի Մաուսի շորը, դուրս էի գալի Հոլիվուդ, ոչ մեկ չէր իմանում, դաժե ինձ այտենց խորտը ոչ իմացա որ այտենց բան եմ արել, բայց հետո հասկացա մի քանի ժամանակից որ այդքան էլ իմ համար այտենց բան չի էլի, այդ խարակտերը մյուսը այտենց հեշտ չի լինում այդ ամեն ինչը։ Ես առաջարկում եմ համ քայլենք, համ էլ զրուցենք։ Խաչիկ, մենք դեռ կխոսենք քո Ամերիկայում ապրելու տարիներից, դեռ կանդրադառնանք այդ թեմային։ Հիմա ինձ շատ ավելի հետաքրքիր է, ինչպիսի ընտանիքում ես դու ծնվել, որտեղ ես ծնվել, ծննդավայրդ, ինչպիսի երեխա ես եղել։ Ծնվել եմ 85 թվականին Հրազդան քաղաքում, մայրս մանկավարժ, հայրս ինժեներ, բայց մանկությանս տարիները տատիկս ինձ գողացել է, այդպես փոխաբերական իմաստով եմ ասում, ինձ շատ են սիրել, ես ընտանիքի երրորդ զավակն եմ, մենք 3 եղբայր ենք, ու մեծացել եմ Երևանում, Երևանի մասում, Արեշում։ Ու գնացել եմ Հրազդան, նորից հետ Երևան շատ եմ սիրել, շատ կապված եմ եղել Երևանի հետ, շատ մեծ հիշողություններ ունեմ, մանկությունը շատ լավ է անցել անհոգ։ Դե հետո դպրոց, նորից Հրազդան, հետո դրանից հետո նորից Երևան հետ դպրոց, 3 տարի, հետո ավարտեցի, ընդունվեցի Պոլիտեխնիկ ինստիտուտ, որ ընդհանրապես իմ մասնագիտության հետ կապ չունի։ Կապ չուներ։
Հետո եկավ խոսակցություն, որ արդյոք ես ուզում եմ գնամ Ամերիկա, թե չէ։ Ընկերներ ունեի, ովքեր ինձ ողջևորեցին, որ փաստաթղթեր ներստանք, մյուս այդ աշխատանք եւ ճամփորդություն ծրագիրներ։ Այտենց գնացինք դեսպանատուն 25 հոգով, մի երկու հոգիս անցանք, մնացածը մերժվեցին, իհարկե այդ հաջողակներից մեկը ես էի։ Եկա ստեղ, խափեցի տանեցիներին, որ հետ եմ գնալու, բայց չեղավ տենց բան, պապաս ջղայնացավ իհարկե, հետ արի, շուտ հետ արի, բայց զգացի, որ այս երկրի տեմպը ինչ ա դուր գալի, այտենց որոշեցի մնամ այստեղ։ Երիտասարդ տարիքում մենակ հայտնվում ես Ամերիկայում։ Առաջին բանը, որ քո մտքով անցել է, որ ինչով պիտի զբաղվես այստեղ, ո՞րն ա եղել։ Ճիշտ ասած, այդ հոլիվուդյան երազանքը մի կողմ դնենք, ռեալ։ Հոլիվուդյան երազանքը հոդս ցնդեց այն ժամանակ, երբ հասկացա, որ մենակ եմ այս երկրում, ոչ լեզու գիտեմ նորմալ, ոչ էլ իհարկե դրա համար պետք է շրջապատ, ծանոթություն, դա պետք է սարքել ու ես հասկանում եի, որ ինքը երկար ժամանակ ա ուզելու։ Սակայն եկա Լոս Անջելես, հենց առաջին նպատակներից մեկը ուսում ստանալն էր ստեղ, դերասանական ու իմ ուժերով փորձեցի ընդունվեցի Beverly Hills Playhouse դպրոցը, որտեղ որ շատ հայտնիներ են սովորել։ 4 տարի սովորեցի, ահագին հայտնի մարդկանց հետ շփումներ ունեցա, դասախոսություններ լսեցի, բեմական խոսք, մյուս օրիենտացիա։ Բայց այնց հետո չփորձեցի մտնել ամերիկյան ինչ-որ բանի մեջ, պրոյեկտի մեջ, որովհետև այդտեղ էլ ծանոթություն ա պետք։ Ես այդ հեքիաթը կորեց շատ հեռու-հեռուներ, որովհետև եթե այստեղ ինչ-որ մի բան ուզում ես անես, իրականում պետք է ունենաս ծանոթներ, կամ էլ պետք է բախտդ բերի ինչ-որ մի բան անես, որ ճանաչեն քեզ նոր։ Այն ժամանակ չկար TikTok, Instagram, այդպես բաներ չկար, ամեն ինչը գրքերով էր, ասենք քարտեզը գրքով էր, քարտեզը նայում ենք թե ինչ, որտեղ գնանք ինչ անենք։ Ուրեմն ասեմ, եղել եմ տաքսու վարորդ երկար տարիներ, որը որ ինձ տվել է հնարավորություն սովորել անգլերեն, փողոցային անգլերեն տենց եմ սովորել, մարդիկ ասում են սովորել ես դպրոցում կամ կոլեջում, չէ, չի եղել տենց բան, ոչ միտեղ չեմ սովորել ուրիշ, եղել է դերասանական դպրոցը ու եղել է տաքսին, մարդկանց հետ շփումները։ Բարդ ճանապարհ եմ անցել, լավ օրեր, վատ օրեր, ավելի վատ օրեր եւ ավելի լավ օրեր իհարկե։ 17 տարի չեմ տեսել մամային, պապային։ Ու հետո կյանքս կապեցի մեկի հետ։ Ունեցանք երեխաներ, երջանիկ կյանք։ Շարունակվում է այդ ամեն ինչը շատ լավ իհարկե։ Իսկ ինչ վերաբերվում է հայկական կինոներին, դա շատ պատահական է եղել։ Շատերը խոսում էին, որ հենց ծանոթություն, papan էս ինչին էր ճանաչում, մաման ինչին էր ճանաչում, տենց բան չի եղել։ Պատահական հայտնվեցի մի հատ խանութում, որտեղ այդ խանութի հետևում կար ռեստորան, տեղ նկարանումներ էին գնում։ Ու ուղղակի մեկը ինձ ասեց դու դպրոց ես գնում ամերիկյան, կարա փորձես մտես հայկական ինչ-որ բանի մեջ, գնացի նկարում էր Իմիգրանտներ սերիալը այդ ժամանակ։ Ահա, մենք բոլորս քեզ այդտեղից սկսեցինք ճանաչել։ Եվ այդտեղ ստացա Մելոյի դերը, շատ փոքրիկ էպիզոդիկ դերեր էին, բայց մարդասպանի դեր էի խաղում իհարկե։ Այտենց նեգատիվ կերպարներով ճանաչվեցի, հետո եղան էլի պրոյեկտներ, մեղավորներ, կտակով թագուհի եւ այլն։ Այտենց ստացվեց։ Մինչև այսօր խաղացածդ դերերից, որ մեկին ես քեզ նմանեցնում։ Ինձ նմանեցնում եմ մեղավորների Ջորջին, որտեվ տվյալ ֆիլմում ես իրական չէի խաղում, ոնց կար տենց էր, որտեվ նաև սցենարային աշխատանքներին մասնակցում ենք մենք ինքներս դերասանները, այսինքն ամեն մեկիս խարակտերը բան էր, ամեն մեկիս կերտած կերպարները հենց մերն էր, դրա համար շատ տենց ջանք չէր պահանջվում, որ ինչ-որ մի ստացվեր լավ։ Ու ստացվեց։ Ստացեց, կա դեր, որ մինչև այսօր խաղացել ես ու փոշմանում ես դրա համար։ Այո, կոնկրետ չասեմ, որ պրոյեկտում, որպեսզի պրոդյուսերները իրենց վատ չզգան, բայց ինձ բարի տղայի կերպար չի սազում։ Ես չեմ կարում բարի խաղամ։ Իրականում հակառակն է, կյանքում բարի եմ շատ կամեցող մյուս, բայց դերերում ինձ թվում է կերտել վտանգավոր դեր, կերտել նեգատիվ մարդու կերպար, դա շատ դժվար է ու շատ աշխատանք է դա պահանջում։ Եթե կարող են մարդիկ քեզ էկրանից այն կողմ ատել, ուրեմն ստացված է այդ դերը։ Խաչիկ, մի շատ կարևոր հարց եմ ուզում քեզ տալ։ Մեզ հայերիս մոտ այսպիսի մի հատ բան կա, երբ որ տեղափոխվում ենք Ամերիկա, ես իմ անունից խոսամ, որպեսզի ոչ մեկին չնեղացնեմ։ Երբ որ տեղափոխվում ենք Ամերիկա, մենք պարտադիր մտածում ենք, ինչ եմ անում լեզուն, պարտադիր չի լեզուն սովորել։ Միևնույնն է, ես գնալու եմ Գլենդելում ապրեմ, միևնույնն է հայերի մեջ եմ ապրելու քո խորհրդով։
ով հայտնվել է Ամերիկայում 22 տարի առաջ։ Ինչ խորհուրդ կտաս այն հայերին, ովքեր պատրաստվում են տեղափոխվել Միացյալ Նահանգներ, լեզուն կարևոր է իմանալ։ Ուրեմն մի հատ ասացված կա, չէ, ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Ես բնականաբար կողմնակից եմ նրան, որ եթե ինչ-որ երկիր ես տեղափոխվում, առաջի բանը որ պետք է իմանաս դա լեզուն է, որովհետև իրականում դա այնքան հետաքրքրում մարդուն գործունեությունից իր, ասենք, եթե քո մարքեթինգի մեջ ինչ-որ բախտդ որոնում ես, փոքր է, բայց եթե դու լեզու գիտես, բնականաբար դա մեծանում է։ Կալիֆոռնիան ունի 42 միլիոն բնակիչ, այսինքն այդ մարքեթին հասնելու համար պետք է տիրապետես նաև լեզու։ Դրա համար խորհուրդ եմ տալի բոլորին գոնե մի 20%, 25% լեզվի են հիմնական մասերը, որ ձեզ արորային պետք է սովորեք, նոր եկեք ստեղ։ Հայերի մեջ ապրելու համար հենա ապրեք Հայաստանում, չէ՞ գալիս ստեղ։ Եթե գալիս եք ստեղ ինչ-որ մի հաջողությունների հասնելու, մարքեթը մեծ լինելու համար, ինչ-որ բանին հասնելու համար պետք է ունենալ պետք է ունենալ լեզվի բազա, որը շատ կարևոր է։ Խաչիկ, հաղորդմանը պատրաստվելից սոցցանցերում փորձեցի քո մասին ինֆորմացիա գտնել։ Հասկացա, որ դու չես սիրում քո անձնական կյանքով շատ կիսվել։ Ես էլ չեմ ներխուժի այդ տարածք։ Դու պատասխանիր այնպես, ինչպես ինքդ ես հարկ գտնում։ Ինձ համար շատ կարևոր պահ է։ Այսօր դու քո երեխաներին մեծացնում ես Միացյալ Նահանգներում։ Այ ո՞րն են կարևոր արժեքները, որ սերմանում ես նրանց մեջ։ Ուրեմն առաջի բանը ես ամեն ինչ անում եմ, որպեսզի իմ երեխաները չմոռանան իրենց արմատների մասին, դա շատ կարևոր է, որովհետև ես նախ ուրախ եմ, որ հայ եմ ծնվել, երկրորդ այդ նույն հոգին դնում եմ երեխաներից մեջ, որպեսզի նրանք երբեք չմոռանան, որ հայ են ծնվել։ Տանը հայերեն եք խոսում։ Տանը հայերեն ենք խոսում, տղաս մի քիչ ուշ է խոսում, մի քիչ պրոբլեմատիկ չար երեխա է, շատ համով իմիջիալոց։ Հա, բայց էլի մայրս հայոց լեզվի գրականության ուսուցչուհի է ու հիմնականում ինքն է զբաղվում այդ թեմաներով։ Մենք անգլերենով փորձում ենք իր լեզուն վարժեցնենք, որ ինքը գոնե մի լեզվով լավ խոսի, բայց մայրս կողքից արդեն ալտերնատիվ իր հետ զբաղվում է հայերեն լեզվով գրական։ Աղջիկս մաքուր խոսում է հայերեն եւ անգլերեն, տիրապետում է։ Այդքան ինձ թվում է հիմնակարը հենց այդ արմատները չմոռանալ։ Այսինքն ամենակարևոր արժեքները, որ փոխանցում ես քո երեխաներին, իրենց արմատները չմոռանալն է։ Այո։ Ունեք ընտանեկան ավանդույթներ, որ բոլորով պարտադիր միասին եք անում դա։ Հա, իհարկե։ Զատիկին, նոր տարվան, բոլորիս ծննդյան օրերին պարտադիր պետք է միասին լինենք։ Իհարկե, դրանք բաներ են, որ չի քննարկվում, պես պիտի լինեն։ Լուսամուտները փոխել են, ինչ լավ։ Շատ հին շենք է, շատ։ Որտեղ ենք գտնվում, Խաչիկ։ Գտնվում ենք, ասես թաղամաս կա, փոքրիկ Հայաստան, Little Armenia։ Ես տեղափոխվել եմ Հավթորնից ստեղ 1557 մի հատ արջան նկարի։ Սա Ալեքսանդրիա փողոցն է, մեր հայտնի կարելի ասել ամենակենտրոնական մասը Little Armenia-ի։ Այս մեր հայկական եկեղեցին է, ստեղ եւ մենք Ամերիկայում ունենք գանգստերներ, շատ շուտ ոնց ենք ունեցել, Armenian Power-ը կոչվում, հայկական ուժ, ստեղ էլ sense փոքրիկ մեծ անցում կա, կոչվում է Ալի, իրանք կոչվել են հայկական գանգստերների Ալի։ Ոնց որ չգիտեմ ինչի համար, ինչա տեղ ունեցել, ամեն դեպքում հայերը ստեղի շուտ եկած շատ լավ ճանաչում են այս մասը։ Գիտես թե եթերայինչի ասել։ Եթերայինչի ասել, իհարկե շատ բան գիտեմ, որոշներն էլ ինձ շատ լավ ընկերներ են, անկախ իրենց մասնագիտությունից եւ կյանքի դրվածքից, բայց դա Ասենք Արոյի հետ, որ այսօր Խաչիկը մեզ ծանոթացնում է լրիվ ուրիշ Ամերիկայի հետ, չէ՞ Արո։ Խաչիկը շատ ավելի ուրիշ ամերիկան է։ Հոգին խորն է Խաչիկի։ Խաչիկ, քանի որ խոսեցինք հայերից, արի մի քիչ հայերից խոսանք։ Դա բոլորիս համար ամենակարևոր թեման է։ Ես ինչ տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ, իմ շրջապատում անընդհատ գործածվում է մի հատ թեմա՝ հին հայեր եւ նոր եկած հայեր։ Ինչի հին հայերը նոր եկած հայերին չեն սիրում, քո կարծիքը ասա։ Ինձ թվում է դա բնական է, որտեվ ժամանակին հայերը երբ տեղափոխվել են ստեղ շատ հին ժամանակներում, ամեն ինչ ավելի տարբեր ա եղել, թե ավանդույթները, թե մեկը մյուսին հարգելը, ասենք շատ մանր թեմաներ կա կարամ ասեմ, երբ որ ասենք հայերը իրարից բաժան են ապրում տարբեր աշխարհամասերում,
Բնական է այդ տարբերությունը ժամանակի ընթացքում է լինում, այնտեղ ուրիշ ավանդույթներ են դասավորվում, ստեղ ուրիշ Հետո երբ որ գալիս են սև ու սպիտակ ամպերը կպնում են իրար, բնականաբար լինում է։ Արի մենք սև ու սպիտակներից հեռու մնանք։ Չէ, ես այդ սև ու սպիտակ ճիշտանոց քաղաքականությունից շատ հեռու եմ, այդպես բան չկա։ Բայց ամեն դեպքում ուզում ասեմ, ստեղի ամեն ինչը տարբեր է, իսկ ընդեղի ամեն ինչը Հայաստանի ավելի տարբեր է, ստեղ ուրիշ ձև ամեն ինչ զարգանում, ընդեղ ուրիշ եւ այդ հոսանքները կպնում են իրար, բնականաբար պետք է լինեն տարաձայնություններ։ Համենայն դեպս մի բան եմ նկատել, որ ստեղի հին եկած հայերի մոտ հայկական հին ավանդույթները ավելի շատ են ցավոք սրտի պահպանվում, քան հենց մեր Հայաստանում, որտեղ Հայաստանը որդեգրում է ավելի շատ եվրոպական քաղաքականություն, մյուս, բնականաբար փոխվում են համել ավանդույթները։ Ստեղ մարդիկ պահում են այն ամենան, ասենք տոների մասին եմ այստեղ լսել, որ Հայաստանում երբևիցե չեմ լսել դրա մասին, որ չգիտեմ ծաղկազարթոնք, չգիտեմ ես ինչ, որ շատ քիչ մարդ է տիրապետում դրան, բայց ստեղ ավելի շատ տեղ են տալի այդ ավանդույթներին եւ դա նաեւ նպաստում է մեր երեխաների դաստիարակմանը ստեղ եւ մնացած բանին։ Ու իմիջիայլոց այս տան հետևում կա դպրոց Ալեք Փիլիպոս, որը որ ոնց որ առանձին մասնավոր դպրոց է, որտեղ որ ավելի շատ են պահպանվում մեր հայկական ավանդույթները երեխաների դաստիարակության հարցում դրա համար չգիտեմ, երևի տենց է ընտրել այս տունը, որ ստեղ եմ ապրել։ Շատ հայկական միջավայր է ստեղ, էլի ճիշտ ասած։ Ստեղ ունենք հայտիներ նաև հին ստեղի երգիչներից Հարութ Խաչոյան կա, իմ շատ լավ ընկերներ, երգերը մենք բոլորս հաբիզի ոլորտում են, բայց ամեն դեպքում իր հայրն էլ է ստեղ ապրել, իրանք էլ են ապրել։ Շատ մարդիկ են եղել ստեղ, որ այդ 2008 թվականներից ապրել ենք միասին։ Ամենայն դեպս շատ հայկական վայրում էի ապրում ես։ Դու ինքդ որպես հայ ու հայկական համայնքում ապրող մարդ, քո կարծիքով ի՞նչն է պակասում մեր համայնքում, ինչ բաց թողումներ ունենք։ Ինձ թվում է մեր հայերի մեջ պակասումը գնալով միասնությունը, համակարծիք լինելը, չնայած դա դարերի եկած բան է, բայց ավելի նշանակություն տրվում է թեմային հիմա, որտեվ բոլորս միակարծիք չենք ինչ-որ հարցի շուրջ, բոլորս լիդերներ ենք, բոլորս թագավորներ ենք, ավելի շատ օտարության մեջ ինձ թվում է միասնությունն է պակասում, պետք է դա լինի։ Մենք համախմբված չենք քո կարծիքով։ Ոչ, իհարկե ոչ։ Ես առաջարկում եմ մեր լոկացիան փոխենք Արո եւ խոսենք մի շատ կարեւոր թեմայից։ Դու որոշել ես Ամերիկան տեսնես։ Այո։ Փոխեցինք։ Խաչիկ շատ չեմ ուզում ծավալվել այս թեմայի շուրջ, բայց վերջին մի քանի ամիսներին համացանցից տեղեկացանք քո հիվանդության մասին։ Ուզում եմ մի փոքր խոսենք դրա մասին, նախ ասա ինչպես ես ու ինչ փուլում է գտնվում բուժումդ։ Ուրեմն մինչև Գերմանիա գնալս ասեմ որ շատ վատ էր վիճակս, քայլելու շարժումների մյուսի ոսկորային խնդիրներ կար, քանզի քաղցկեղը ոնց որ բուն էր դրել այդ մասերի վրա, արդեն լիմիտավորվել էր քայլել այս մյուս, բայց հիմա գնացի այդ ամեն ինչ այդ բժշկությունը ստացան դեղ, այդ ռադիացիաներ մյուս, արդեն ոնց որ դեպի լավն է գնում, բայց հիմա նորից փետրվարին պետք է գնամ հաջորդ ստուգմանը, որ հասկանամ ինչն է պակասել, ինչն է աստված չանի ավելացել, բայց դեռ հենց այդպես հաստատ չգիտենք ոնց է, բայց ինքնազգացողությունից գնալով լավանում։ Մենք շատ ուրախ ենք։ Խաչիկ, ուզում եմ մի փոքր պատմես, խոսես քո հոգեվիճակի մասին, քո տրամադրվածության մասին, որովհետև ես կարծում եմ քո խոսքը այսօր շատ մեծ ուժ կունենա այն մարդկանց համար, ովքեր անցնում են այս ճանապարհը, սկզբնական փուլում են, չգիտեն ինչին են բախվել ու ինչպես պետք է հաղթարեն։ Կարծում եմ քո խորհուրդները քեզնից լավ ոչ մեկ խորհուրդ չի տա այս պահին այդ մարդկանց։ Ուրեմն առաջի բանը ասեմ, որ քաղցկեղը ինքը մահապատիժ չի, ինքը վճիռ չի ոչ մեկի համար։ Առաջի բանը քաղցկեղի շատանալու կամ դեպի բարդություն գնալու դա մարդու տրամադրվածությունն է դեպի այդ հիվանդությունը։ Ուրեմն ասեմ, որ Գերմանիայում ես մի բան սովորեցի, որ դա սովորական գրիպի պես մի հիվանդություն է, ուղղակի մարդը պետք է չներշնչի։
ու ինչքան լավատես ես լինում, ինչքան դիմացինիդ քո հիվանդ լինելով տալիս ես ուժ ու ավելի լավը դեպի տրամադրվելը, դա օգնում է մարդկանց դեպի լավը գնալու։ Ասեմ, դեղորայքը իրանց օգնությունն են տալի մարդկանց, բայց ամեն առաջի բանը քո տրամադրվածությունն է, թե դու ուզում ես ապրես, թե չէ։ Եթե դու ուզում ես ապրես, քաղցկեղը ինձ թվում է ինքն իրան հեռանում է քեզանից։ Ես համոզում եմ դրանում, որ ճիշտ է աստիճանաբար, շատ փոքր քայլերով, բայց ինքը հեռանում է մարդուց, եթե ինքը քեզ պետք չի։ Ոնց որ կյանքի հերթական փորձությունն է, որ մարդը անցնում է, ինձ թվում է ընդհանրապես դա։ Այդ ընթացքում փոխվում է քո որոշ սովորություններ, որ անում էիր առաջ, չես անում հիմա, ժպտում ես ավելի հաճախ, որտեվ առաջ դրան կարևորություն չես տվել, որ ժպտալը, ապրելը, մարդկանց հանդեպ բարի գործեր անելը դրանք կարևոր բաներ էին, իսկ այն ժամանակ դրան ուժ ձև ենք նայում։ Ավելի նեգատիվ մտածելակերպն է կորում եւ մնացած բաները։ Ավելի պոզիտիվ պետք է տրամադրվել ու հասկանալ, որ դա վաղը կանցնի։ Սենց մի բան։ Ես ասացի, որ մենք շատ չենք ծավալվելու այս թեմայի շուրջ, արի ուղակի մենք իմ ու Արոյի կողմից ու քեզ բազմահազարանոց սիրող դիտողների կողմից քեզ մաղթենք առողջություն, այդ պոզիտիվ տրամադրությունը մեր մոտ էլ կա։ Այսօր ես ամբողջ օրը քո հետ շփվելով, ես նույնիսկ մոռացել եմ դրա մասին, ու դա քեզնից է գալիս։ Առողջություն մաղթենք քեզ ու այն մարդկանց, ովքեր անցնում են այս ճանապարհը։ Մենք ձեզ հետ ենք, մենք լավ ենք տրամադրված ու սպասում ենք դեռևս Խաչիկին նոր պրոյեկտներում։ Շնորհակալ եմ շատ։ Խաչիկ, այս պահին ապրում ես Նորթ Հոլիվուդում։ Նախքան այնտեղ տեղափոխվելը մի որոշ ժամանակ ապրել ես Գլենդելում։ Կասես, ինչով է տարբերվում հիմիկվա Գլենդելը մի 20 տարի առաջվա Գլենդելից։ Դու շատ բան կիմանաս այդ ժամանակների մասին։ Գլենդելը հիմնականում համարվում է հայերի կենտրոն, ես կասեի, բոլոր հայկական հոսանքները բախվում են Գլենդելում, սենց ասեմ երևի։ Նորթ Հոլիվուդում ճիշտ ասած Գլենդելից շատ մարդիկ կան, որ տեղափոխվեցին Նորթ Հոլիվուդ։ Ես անձամբ շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր գնացին այստեղից այնտեղ։ Ուրեմն մի հատ փոքրիկ պատմություն պատմեմ Գլենդելի մասին, ուրեմն 20-ական թվականներին Գլենդելը համարվել է շատ աղքատիկ քաղաք։ Այն ժամանակ Հոլիվուդն ավելի հայտնի եղել իր ամեն ինչով ինդուստրիայով, միսով Հայերը ավելի շատ եղել են այնտեղ։ Հետո կամացից նորից էլի սկսեցին գալ պարսկահայերը այստեղ Պարսկաստանից ու սկսեցին սարքել բութիկներ, խանութներ, մյուս։ Նրանց հետո արդեն զարգացավ, ու էլի սկսեցին լծվել Գլենդելում։ Տարբերությունները ստեղի ու Նորթ Հոլիվուդի միջև տենց դժվար է ասելը, բայց իրականում ոնց որ մեր Հայաստանում էր տենց մարզերը տարբեր ինչ-որ բան, ստեղ էլ է մի փոքր նկատվում, տենց բաներ։ Չգիտեմ, ասում են հարուստ հայերը ապրում են Գլենդելում, մի քիչ միջին կարգի հարուստները ապրում են Նորթ Հոլիվուդում։ Խառն է ճիշտ ասած, ես վերջերս ավելի է խառնվել, քանզի Հայաստանից շատ ունենք տուրիստներ, ովքեր եկան մնացին, մի որոշ բան փոխվել է այստեղ, նույնը չի։ Ավելի թրաֆիկն է շատացել, խցանումներ, բայց մեկը ինձ համար Գլենդելը մնում է որպես հայերի կենտրոն, շատ եմ սիրում։ Հայերի կենտրոն։ Խաչիկ, մի քիչ ուզում եմ խոսենք քո պլանների մասին։ Կինոյի, սերիալի հետ կապված, ինչ պլաններ ունես։ Ես գիտեմ, ես արդեն տեղյակ եմ քո Արոյի պլաններից։ Ես գիտեմ, որ դուք ունեք նոր նախագիծ, բայց դրա մասին չգիտեին մեր հետևորդները, չգիտեն։ Մի քիչ կխոսես դրա մասին։ Այո, ուրեմն ես հեսա պետքա գնամ բուժման նպատակով Գերմանիա նորից, ոնց որ ասեցի, հետ գալուն պես մտածել ենք մի շատ լավ պրոյեկտ, իհարկե փակագծեր չեմ բացելու, բայց կասեմ, որ հանդիսատեսն ու հեռուստադիտողը պատրաստ լինի մի շատ լավ աշխատանքի, որը որ մենք երկար ենք մտածել ու մտածում ենք դեռ այս պրոյեկտի շուրջ ու անելու ենք մի այնպիսի բան, որ սիրվելու է բոլորի կողմից, ընդհանրապես այդ կարամ ասեմ։ Երևի մարտ ամսվա մեջ այտենց մի բան, երևի կսկսենք։ Որն է այն դերը, որ երազում ես խաղաս։ Դժվար հարց եք տալիս։ Ես, հա, լավ Սարջան։
Այս նոր պրոյեկտի այն դերը, որը որ դու պետք է ունենաս։ Այ ապրես։ Իրականում դա այո, երազանքի դեր է։ Շբարտ դերա լինելու, բայց կերտելու եմ։ Մենակ մի փոքր բան կարամ ասեմ, մի անձնավորություն, բայց մի 1030 ունեցող, այտենց մի բան։ Ամենայն դեպս դժվար է կերտել մի քանի կերպարների մի անգամից, դի փորձենք ստանանք այտենց մի բան։ Շատ հետաքրքիր բան է Մենք անհամբեր սպասելու ենք ձեր նոր պրոյեկտին։ Եվ վերջում բլիցից առաջ ուզում եմ քո երկրպագուններին, քեզ սիրողներին, քեզ հետևողներին, մեր հայերին, ովքեր որ քեզ սպասում են էկրաններին, ինչ ես մաղթում իրանց այլ Անքը կարճ է, ու բոլորին կարամ մաղթեմ ընդհանրապես մի բան, որ ժպտացեք, իրոք ժամանակ չկա տխուր լինելու, ժպիտը բերում է էլի ժպիտներ եւ ինքը վարակիչ է։ Եվ ոնց ասեմ, այդքան բան։ Եղեք ինքներդ ձեր դերերում։ Այդ կարամ մաղթեմ։ Գնանք բլիցին, Գնացինք։ սուրճ թե թեյ, Հեյ, առավոտ թե երեկո, երեկո, գումար ծախսել թե հավաքել, ծախսել, գեղարվեստական ֆիլմ թե սերիալ, գեղարվեստական ֆիլմ։ եղել է նկարահանումների ժամանակ տեքստդ մոռանաս, Այո, եղել է որ դերը մերժես խաղալ, այո, երջանիկ եմ երբ, միշտ։ ափսոսում եմ, Որ շատ ֆիլմեր չեմ նկարում։ նյարդայնանում եմ երբ, Որ գոռում են ինձ վրա։ եւ վերջին ու ամենակարևոր հարցը, նկարագրիր հային մեկ բառով, Տաղանդավոր եւ ունիկալ մարդու տեսակ։ Ինձ թվում է մեր հայերը տենց ունիկալ են, շատ դժվար է բացատրել։ այդ բառը բոլորն են ասում ունիկալ է, Ունիկալ, այո։ Կարամ Ինչն է պատճառ, ինչով ենք մենք ունիկալ, մի քիչ տարածվենք էլի բլիցից, Ասեմ ոչինչ սենց, Արաջան, Կատվին, որ բարձր տեղից գցում ես, ինքը ոտքերի վրա չէ կանգնում։ Ինձ թվում է մեր հայերը նման են կատվի։ Մեր հայերին որտեղ գցում ես, իրանք կանգնում են ոտքերի վրա, երբեք չեն կոտրվում։ Ես դրա համար մեր հայի այդ տեսակը սիրում եմ շատ։ մենք ունիկալ ենք, Այո, մենք ունիկալ ենք։ շնորհակալ ենք քեզնից, Ես եմ շնորհակալ։ Ես գիտեմ, որ դու ես վերջին օրերին նախքան բուժման մեկնելը, Հայաստան մեկնելը, արագ հասցնում ես ամեն ինչ։ Գիտեմ, որ շատ զբաղված ես։ Ես անչափ շնորհակալ եմ, որ քո թանկագին ժամանակից մեզ տրամադրեցիր։ Մի ամբողջ օր իրար հետ ենք անցկացրել։ Այսօր դու ինձ ու Արոյին ցույց տվեցիր լրիվ ուրիշ Ամերիկա։ Մենք շնորհակալ ենք, չէ, Արո։ Միշտ։ Ես եմ ձեզանից շնորհակալ։ Շնորհակալ ենք քեզնից։ Մենք քեզ եւս մեկ անգամ հաջողություն ենք մաղթում, առողջ եղիր։ Մենք սպասում ենք քեզ քո նոր պրոյեկտներով։ Շնորհակալություն։ Մերսի։ Ձեզ Տեսություն։ շնորհակալություն։